Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական պայքարում փոխել է ակցենտները: Տեսեք, այլևս նա չի խոսում վեհափառի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին կամ տարբեր սրբազանների նման ճակերտավոր մեղադրանքի մասին չի խոսում: Օրինակ, Արշակ սրբազանին ձերբակալեցին ջեբը պլանք գցելով կամ նրան մեկ այլ մարդու ջեբը պլանք գցելու մեղադրանքով: Երեկ Նիկոլ Փաշինյանը վեհափառին արդեն չէր մեղադրում կուսակրության ուխտը խախտելու մեջ կամ դա չէր հիմնական մեղադրանքը: Նա ասում էր, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտներին վեհափառը ինչ-որ բան է զեկուցում ամեն օր: Այսինքն նա վեհափառին համարում է լրտես: Էս դեպքում ինչպես Փաշինյանին չասես, որ դու ցինիկ, ստախոս ես: Եթե երկրում ինչ-որ մեկը լրտես է, թեկուզ վեհափառի կարգավիճակով, ինչու չկա քրեական հետապնդում և ինչու նա ձերբակալված չէ: Իսկ եթե դու ստում ես, ապա ինչու պատկա մարմինները կեղծ մատնության հիմքով քրեական գործ չեն հարուցում: